Ասում են, որ տների կեսը պետությունը առել է Տիգրանաշենի։ Դա ոնց էլի, եթե կարելի է։ Նայեք, այդ շատ սխալ, կատարյալ սխալ դիսկուրս է, որ ուղղակի թեմա է, որ ուղղակի ամոթ հավաքի, որ երկրի ղեկավարի մակարդակով տանում են։ Անկլավների հարց չկա вообще։ Անկլավ տենց բան գոյություն չունի, կա երկրի անվտանգության հարց։ Դու չես կարա գիտես մեխանիկական տարածքով մտածես, այս տարածքը դե մի մետր ստեից տանք, այն մի մետր ընդեից, կա անվտանգություն։ Իմ համար օրինակ անկլավի թեմա չկա։ Իմ համար կա երկրի անվտանգության հարց։ Տիգրանաշենն եք ասում, Տիգրանաշենը հայկական գյուղ է, պատմական հայկական գյուղ է։ Եթե Աստված չանի Տիգրանաշենի ճակատագիրը լինի ոնց որ ինքն է ասում, մենք Սյունիքից ու Վայոց ձորից մեր ռազմավարական կտրվածությունը առաջանում, ասում է բանա, ճանապարհը կգցենք բանով, այդ սարերի մեջով կգցեն գնա։ Վեդիով կա, ես գիտեմ, վեդիով կա։ Ժողովուրդ ջան, բայց չի կարելի ոնց որ Ժողովուրդ ջան, բայց դա չի կարելի այդպես մտածել։ Այ մարդ ասես, դե ես մի ճանապարհը տունդեով կգնամ, այն մեկը բանվտանգությունը գալու են այդ ճանապարհը վերահսկեն։ Բանախիջևանով գնանք, Պոլիսի ճանապարհներն են։ Մեր գյուղերը Երեղություն, ասել Արծվաշենի մասին, ախր Նայեք ինչ անում, ասում է համեմատում Արծվաշենը Տիգրանաշենի հետ, չէ։ Դրանք բացարձակ անհամեմատելի սխալ բաներ են, որովհետև Արծվաշենը մենք ոչ մեկը Արծվաշենից չի հրաժարվում, բայց ժողովուրդ ջան, էսի շատ կարևոր մի բան գոյություն ունի։ Եթե ես օրինակ Ադրբեջանի տեղել եմ, կասեմ արի Ադրբեջանի մեջից մի 4-ված Արծվաշեն էլ տամ։ Ինչի՞, որովհետև ինչա այս 4 գյուղերի վրա մեր 4-ին գյուղերի այդ բանի վրա կենտրոնացել, չէ, անկլավների այսպես ասած, որտեվ դա բսկտում է մեր երկրի անվտանգությունը։ Այդ Ադրբեջանի նախագահը այդքան տարածքի մեջ 2 մետրի վրա սենց նստած է, ինչի, որովհետև դրանով ինքը քայքայում է մեր անվտանգությունը։ Ես այդ տարածքներում եղել եմ։ Այդտեղ ճանապարհներով, եթե հանգարց այդ լուծումները տվես, չէ, գյուղեր գնացող մեր ճանապարհները փակվում են։ Օրինակ Վաղաշեն, այնտեղ կա Այգեհովիտ, Կայան բնակավայր կա, որը կիսվում է մեջտեղից։ Սա մի հատ բանը ինտերնետի մալուխներն է վերահսկողության ներքո հայտնվում, գազի խողովակները, այսինքն ճանապարհը ռազմավարական անվտանգության լուրջ խնդիրներ ենք մենք ունենում։ Հետևաբար դու պետք է միջազգային կարգն էլ ատենց։ Տեսեք, որ ասում են պետք է գործ իմացող մարդ լինի։ Ես ամբողջ կյանքս այս թեմաների մեջ եմ եղել։ Դրա համար մեր ժողովրդին ասում եմ, ժողովուրդ ջան, ընտրություն կա։ Այդ մենք ենք, որ կարողանանք հարցերը գիտենք, ձևերը գիտենք լուծելու, որ դրանք բայց հետո տեսեք տիկին ջան, խնդիրը որն է, որ այդ նման այս հարցերը աշխարհում էլ է տենց, եթե կա անվտանգության հարց, ուրիշ հարց չի քննարկվում։ Ամենակարևորը սրանք են, եւ մենք այդ տենց էլ առաջ ենք գնալու։